Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն կա մի գրական ստեղծագործություն, որը կոչվում է Գոդոյին սպասելիս։ Սա աբսուրդի թատրոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որ երկու հոգի սպասում են ինչ-որ մի Գոդոյի եւ ինչ-որ խոսում են, զրուցում են, դատողություններ են անում եւ այդ Գոդոն երբեք էլ չի գալիս։ Եվ այս աբսուրդի թատրոնի ստեղծագործությունը ընդհանրապես ներկայացնում է մարդկային կյանքի աբսուրդը, երբեմն այդ դատարկությունը, անիմաստ ինչ-որ նպատակների հետևից գնալու սպասումները եւ ուրեմն ընդդիմությունը հայտնվել է Գոդոյին սպասելի ստեղծագործության կարգավիճակում, ուղղակի ինքը սպասում է միջանցքին սպասելիս ընդդիմության վերջին 5 տարիներին։ Հիմա պարոն Խաչատրյանն ասում է, ես դեռ չեմ տալիս միջանցք կանոնը, այսինքն չի ասում, որ միջանցք չկա, միջանցք չպետք է լինի, ասում է, ես դեռ չեմ տալիս, բայց սպառնում է, որ կտա, ոչ թե դեռ չեք տալիս, 5 տարի է, հարգելի գործընկերներ, դուք ասում եք, որ այո, այս կամ այն ձևով պնդում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տա այսպես կոչված միջանցք, նոյեմբերի 9-ի համապատասխան կետը մեկնաբանելով այնպես, ինչպես որ մեկնաբանում են Հայաստանից դուրս գտնվող տարբեր ուժեր։ Հիմա բնականաբար պարզ է, որ դուք թրիփով պետքա բավարարված չլինեք, բայց կա նաև հաջորդ մեկ այլ կողմ է։ Այսօրվա մեր ընդդիմության մի մասը սկսում է կամաց արդեն փոխել նարատիվը, ասում է, դե այդ թրիփը այդքան էլ վատ բան չի, թրիփը լավ բան է, բայց այս իշխանությունը չի կարա այդ թրիփը իրագործի։ Մեզ պետք են ուժեղ բանակցողներ, որ գնան թրիփը իրագործեն։ Բայց այդտեղ էլի գալիս է մի հատ աբսուրդ, որ եթե թրիփը լավ բան է, բա այս իշխանությունն է բանակցել, որ ստացել է թրիփը։ Էլ ոնց է ստացվում, որ այս իշխանությունը լավ բանակցող չի, այ դուք պիտի գաք, որ գնաք բան անեք, վերցնեք եւ թրիփը դարձնեք ավելի լավ ծրագիր։ Մյուսը, պարոն Խաչատրյանը եւ ընդհանրապես մեր ընդդիմությունը խնդրեմ ունի իրական կյանքություն ունի։ Կյանքը միշտ հաղթում է պաթոսին։ Եվ օրինակ Ադրբեջանից ներմուծված բենզինը մարդը կարող է լցնել իր մեքենան եւ այդ մեքենան կշարժվի։ Բայց ընդդիմության էժան հայրենասիրությունը ոչ միտեղ չես կարա լցնես եւ ոչ մի բան չի շարժվի այդ հայրենասիրությունից։ Ընդհակառակը այդ ընդդիմության էժան հայրենասիրությունից միշտ կարելի է հետ գնալ։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր պետությունը, մեր երկիրն ու մեր ժողովուրդը առաջ գնա։ Եվ սա ապաշրջափակման կարևոր դրվագներից մեկն է։ Եվ ես չեմ զարմանում, եթե պարզվի պարոն Խաչատրյանը եւ մեր ընդդիմության մյուս գործընկերները հերթ են կանգնում մեզալեցականների մոտ, որ այդ բենզինից լցնեն։ Հիմա մենք պետք է նաեւ ճշտել արդյոք եւ լավ կլինի որ լցնեն։ Եվ ես վստահ եմ, որ իրենք առաջինն են լինելու եւ առաջիններն են, որ օգտվում են ապաշրջափակման պտուղներից, բայց գալիս եւ այստեղ էժան հայրենասիրության ելույթներ են ունենում ապաշրջափակման դեմ։